Սրտի խորքից ասենք փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, նաև բարևներ ենք բերել ձեզ Ֆրանսիայից մեր բոլոր քույր եղբայրների կողմից, սրտանց բարևում էին բոլորիդ, մեր եկեղեցու կողմից նաև բոլորիդ, այո, Տեր օրհնի, կփոխանցենք ձեր ջերմ բարևները։ Տեր օրհնի բոլորիդ եղբայրներ, քույրեր։ Եղբայրներ, քույրեր, մի փոքր ձև խոսք կա սրտիս մեջ կուզեմ ձեզ հետ կիսվեմ եւ որն է, ասենք, Աստծո նպատակը ընդհանրապես մարդու կյանքի մեջ եւ ինչ Աստված ուզում մարդուց, որպեսզի մարդուն հասցնի մի տեղ, որ իսկապես կլինի իր սրտի ուրախությունը։ Հռոմեացիների 8-րդ գլխում համար կա գրված, կուզեմ կարդամ այդ համարներից, Հռոմեացիս 8-րդ գլուխ 28-րդ համարից կարդանք. Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարի նրանց, որ նախասահմանվելով կանչված են, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանքից լինելու, որն անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Եղբայրներ, քույրեր, տեսեք Աստծո նպատակը այսօր մարդու կյանքի մեջ։ Աստված այսօր ուզում է, որպեսզի մարդու կյանքում իր որդու պատկերը կերպարանափոխվի դեպի, ասենք, մարդու կյանքի մեջ, որ իր որդու պատկերով մարդը կերպարանափոխվի, եւ սա է Աստծո նպատակը։ Եվ տեսեք, ես այդ ձև ասեցի նաև, որ եթե, ասենք, մարդը ուղղակի ինքնուրույն ուզենա, ասենք, Քրիստոսի պատկերով, Քրիստոսի պատկերին նմանվի, ինքնուրույն, ինքն իր ուժերով, սա կլինի ուղղակի մարդկային դրսևորում։ Դրսևանց, ասենք, այդ ձև կլինի այդ պաշտամունքը, բայց ոչ այն ինչ որ Աստված է ուզում մարդու կյանքից։ Բայց Աստված ուզում է, որպեսզի մարդը իսկապես կերպարանափոխվի իր որդու պատկերի պես։ Եվ սա է, որ Աստված ուզում է եւ իր սրտի մեջ իսկապես այն ուրախությունը, որ կգար, այսպես է, որ մեր մեջ իր որդու պատկերը տեսնի։ Բայց եղբայրներ, քույրեր, հնարավոր չի, որ մարդը ուղղակի առանց Քրիստոսի, առանց Հիսուսի հետ ձուլվելով մարդը կարողանա իր Քրիստոսի պատկերին նման լինի, հնարավոր չի։ Եթե մարդը ուզենա նաև այդպես անել, դա կլինի ուղղակի մարդկային արդարություն, մարդկային դրսևորում, բայց ոչ աստվածայինը։ Եվ տեսեք հռոմեացիների, ուրեմն նաև գրված է Եփեսացիների գրքի մեջ, որ Եփեսացիների գրքում գրված է 2-րդ գլուխ 8-րդ համարը, որովհետև շնորհքով ենք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա, վասնզի նրա ստեղծվածն ենք Հիսուս Քրիստոսով, հաստատված բոլոր գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ համար, որ նրանցումը վարվենք։ Եղբայրներ, քույրեր, տեսեք Աստծո նպատակը, որպեսզի մարդը հասնի շնորհքի հասկացողությանը, բայց շնորհքին հասնելու համար Աստված մեզ բոլորիս հավատք է պարգևել, այսօր մեզ բոլորիս հավատք է տվել, հավատք է պարգևել։ Եվ յուրաքանչյուրս իսկապես այո ունենք տարբեր հավատքներ, որտեղ հավատքը չափ է եւ Աստված ամեն մեկից բաշխել է հավատքի չափը, եւ այս հավատքը Աստված, որ մեզ տվել է, չի տվել նրա համար, որպեսզի մենք ուղղակի գանք եկեղեցի նստենք, աղոթենք, երգենք եւ գնանք։ Հավատքը, ոնց որ մենք կարդացինք, սա ձեռք է, որպեսզի մենք ձեռք բերենք շնորհքը, շնորհքի հասկացողությունը։ Եվ Աստված մեզ տվել այս հավատքը, որպեսզի մենք այս հավատքը ի գործ դնենք, որպեսզի որպես մանանան փոքր ինչ դրված մեր մեջ, այս մանանան մենք կարողանանք իսկապես ջրել, աճեցնել, որ այս մանանան որպես հավատքի չափ աճի։
ուր հասնի այս հավատքը, հասնի, որպեսզի մենք միայն ու միայն հասկանանք շնորհքը, ինչը արել շնորհքը մեզ համար, այն որ մենք իսկապես ընկած ենք եղել, այն որ մենք ոչ մի բանի արժանինքներ չենք ունեցել եղբայրներ քուրեր, շնորհքը մի բան է, որ մենք մեզի տրված, մեր ուժերով չի, ասենք դա ոնց որ գործածվում, մենք չենք, որ շնորհքը մեր ուժերով, մեր վազելով, մեր ապրած կյանքով էդի մենք ձեռք ենք բերում, հապա դա Աստծո ձրիաբար շնորհն է, ձրիաբար պարգևն է, որ Աստված պարգևում է այսօր ամեն մեկին, բայց այստեղ խնդիրը նա է, որ մեր մեջի հավատքն է, որ մենք պետք է ի գործ դնենք, կարդալու, ջանք, եռանք չխնայելու մեջ, որպեսզի հասնենք Քրիստոսի հասակի չափը, որպեսզի հասնենք եւ ճանաչենք Քրիստոսը, ինչա արել Քրիստոսը մեր կյանքում։ Եթե սա մեր մեջ չլինի եղբայրներ քուրեր, այն որ մենք կարդացինք Հռոմեացիների գրքի մեջ, որ Աստված ուզում է, որ իր որդու պատկերով մենք կերպարանակից լինենք, եթե մեր հավատքը ի գործ դնենք եւ ուղղակիորեն դրսևանց Քրիստոսի պատկերը վերցնենք մեզ վրա, սա կլինի մարդկային արդարություն, բայց ոչ թե Քրիստոսի շնորհքը։ Եվ Աստված սա չի հավանում եղբայրներ քուրեր։ Աստված հավանում է, որպեսզի մեր ներսևանց մարդը հասնի դրան, բայց եթե մենք ուղղակի ծուլությամբ վարվենք, այն հավատքը, որ Աստված այսօր մեզ պարգևել է, մեզ շնորհել այդ հավատքը, եթե դա մենք ծուլությամբ վերաբերվենք, մենք չենք հասնի Քրիստոսի շնորհքին։ Եվ տեսեք, ժամանակի առումով չեմ ուզում շատ տեղեր կարդանք, այնտեղ գրված համարներ կա Ղուկաս ավետարանի մեջ, որ մի մարդ ասում է գնաց օտար երկիր եւ կանչեց, ասում է ինձ արանել եւ տվեց ոմանց, ասում է ձև դրամներ, մեկին տվեց 5, մյուսին տվեց 2 եւ մյուսին տվեց 1։ Եվ նա ասեց, որ ետ պիտի վերադառնա։ Եվ տեսեք եղբայրներ եւ քույրեր, ինչ արեցին այս անձնավորությունները, ես ասում եմ, որ սրանք բերեք այդ ձև նայենք որպես հավատք։ Մեկին 5, մեկին 2 եւ մեկին 1։ Հիմա ինչ են անում այս անձնավորությունները այս հավատքը, որ Աստված տվել է մեզ այսօր։ Մեկից 1 է տվել, մեկից 2, մեկից 5, ամեն մեկից Աստված տվել այս հավատքը։ Բայց այս հավատքը տվել է Աստված նրա համար, որպեսզի մենք հասնենք ճանաչողությանը, որպեսզի մենք այս հավատքը ի գործ դնելով հասնենք Քրիստոսին ճանաչողությանը, շնորհքի ճանաչողությանը, որպեսզի մեր մեջ բացվի շնորհքը եղբայրներ քույրեր, եւ հավատքը դա ձեռք է, որ մենք ձեռք ենք բերում շնորհքը, այլապես առանց հավատքի եթե մենք հավատք անենք, շնորհքը մեր մեջ չի բացվի։ Եվ Աստված մի օր պիտի իրապես վերադառնա։ Այն հավատքը, որ Աստված մեզ տվել է, ինչպես նաև այդ անձնավորություններին, դեզե գրված է, որ նա ետ վերադարձավ եւ այն պահանջեց, այն 5-ը որ ուներ, 5-ը նորից 5-ը տվեց, նա գործ էր դեր այդ հավատքը։ Այն 2-ին նորից պահանջեց, այն 2-ն էլ նաև ձև ոնց որ նա էլ էր գործ դրել, եւ նրան էլ ասեց գովեց Աստված այդ մարդը։ Բայց այն մեկը, որ ինքը պահել էր, ասում է, իր թաշկինակի մեջ եւ դրել էր, ասում է, հողի մեջ, Աստված նրան ասեց ծույլ եւ անհավատարիմ ծառա։ Հիմա եղբայրներ քույրեր, այն հավատքը, որ Աստված այսօր մեզ պարգևել է, եթե մենք իրապես ծուլությամբ վերաբերվենք, ինչի համար Աստված բարկացավ այս վերջի անձնավորության համար, որովհետեւ այդ հավատքը եղբայրս ու քույրս ձրիաբար չի շնորհվել մեզ։ Այդ հավատքի համար Աստված իր որդուն է մեզ համար զոհե։ Այսօր եթե մենք մտածում ենք, որ հավատքը թեկուզ մեզ ձրիաբար է շնորհվել կամ շնորհը, այո, մեզ համար դա ձրի է եղել։ Մենք բոլորս ընկած ենք եղել առնաթաթախ, մեր մեղքերի մեջ ինքն անցել է մեր կողով եւ ասել է ապրի։ Եվ դա մեր ուժերով չի եւ մենք ապրել ենք։ Բայց եթե մենք այսօր Տիրոջը հորը հարցնենք, որ քո համար ձրիաբար է եղել, ձրիաբար չի եղել նրա համար։ Եվ դրա համար Աստված իսկապես այս մարդուց խստորեն պահանջեց այն հավատքի համար, որ Աստված իրապես տվել էր։ Եղբայրներ քույրեր, այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք այդ հավատքը ի գործ դնենք։ Եվ Կորինթացիների գրքի մեջ, երկրորդ Կորինթացիների ավելի շուտ ես կուզեմ առաջի Կորինթացիների մեջ երկրորդ գլխում այստեղ Պողոս առաքյալը երբ որ մտնում է Կորինթոսի եկեղեցին, մի բան ուզում տեսնի Կորինթոսի եկեղեցու մեջ, երկրորդ գլուխ առաջի համարից։ Եվ ես էլ ասում եմ եղբայր,
որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով են եկա, Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որովհետև միտքս չէ դրած մի ուրիշ բան գտնել ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին, այն էլ խաչվածին։ Տեսեք եղբայրներ, քույրեր, Պողոս առաքյալը Կորինթոսի եկեղեցու մեջ մի բան ուզում տեսնի Հիսուս Քրիստոսը եւ ոչ միայն Հիսուս Քրիստոսը, այն էլ խաչվածը։ Տեսեք, շնորհքը դա, եթե մենք հասկանանք Տիրոջ խաչելությունը մեր մեջ, այդ ժամանակա որ շնորհքը մեր մեջ ավելի ու ավելի է բացվում, եղբայրս ու քույրս։ Եվ Պողոս առաքյալը շարունակության մեջ գրվում է եւ ասում է ես տկարությունով եւ վախով եւ շատ դողով եկա ձեզ մոտ։ Եվ իմ խոսքը եւ քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիվ խոսքերով եղավ, այլ հոգու զորության ապացույցությամբ, որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ Եղբայրներ, քույրեր, տեսնում ենք, որ այստեղ երկու հավատքի մասին է Պողոս առաքյալը խոսում։ Առաջինը աստվածային հոգու եւ զորության հավատքի մասին է խոսում, երկրորդը մարդկային հավատքի մասին է խոսում։ Այն էր, որ Պողոս առաքյալն ասում է, որ ես ձեր մեջ վախով եւ դողով եկա։ Ինչի համար էր Պողոս առաքյալը վախով եւ դողով մտնում Կորինթոսի եկեղեցին։ Իշն էր պատճառը։ Ասում է ես ձեր մեջ եկա վախով դողով եւ իմ քարոզությունը ոչ թե որ հանկարծ լինի մարդկային իմաստության պատիվ խոսքերով, հապա հոգու զորությունով, աստվածային հոգու հավատքով, ոչ թե մարդկային դրսևորված հավատքով։ Եվ ինչի համար եմ ես ասում, եղբայրներ, քույրեր, եթե մենք դրսևանց ուզենանք այս պատկերը մեր մեջ ներկայացնենք, դա կլինի ուղղակի մարդկային դրսևորված հավատքը, ոչ թե այն ինչ որ Աստված այսօր մեզանից ուզում է։ Եվ շատ կարևոր է, եղբայրներ եւ քույրեր, որ մեր հավատքը դրսևորվի աստվածային զորության, ասենք, հավատքով։ Եվ դա ոնց է կատարվում։ Լինում է դեպքեր, ասենք, որ մենք մեր ուզածի հավատք ենք սկսում կառուցել, մեր գաղափարներով, մեր ուզածով, բայց սա չի Աստված, որ այսօր մեզանից պահանջում է եւ մեզանից ուզում է։ Այսօր այդ հավատքը կկառուցվի մեր մեջ, եթե մենք նրա որդու հետ հաղորդակցության մեջ լինենք, նրա որդու հետ իսկապես ջուլվենք, Սուրբ Գրքի հետ ունենանք հաղորդակցությունը, եւ այս հավատքը, այն աստվածային հավատքը, որ Աստված այսօր ուզում է, մեր մեջ կկառուցվի։ Եվ այս հավատքն է, որ մեզ տանում է դեպի շնորհքին, դեպի շնորհքի բացահայտությանը։ Եվ տեսեք, Գաղատացիների գրքի մեջ եղբայրներ, քույրեր, խոսում է Պողոս առաքյալը նորից, այդ նույն կարծիքին է, այդ նույն ձևն է խոսում։ Գաղատացիների 3-րդ գլուխը խոսում է Պողոս առաքյալը առաջի համարից եւ ասում է. «Ով անմիտ գաղատացիներ, ով կախարդեց ձեզ, որ ճշմարտությունը չնազանդվիք, որոնց համար աչքերի առաջին նկարագրվեցավ Հիսուս Քրիստոսը խաչված ձեր մեջ»։ Եղբայրներ, քույրեր, Պողոս առաքյալը նույն ձևով Գաղատացիների գրքի մեջ խոսում է տրտմալից վիճակով։ Ասում է, ով կախարդեց ձեզ, ով կախարդեց ձեզ, որ դուք նորից այդ ճշմարտությունից ետ դառնաք եւ նորից գնաք օրենքի ուսմունքի մեջ։ Ով կախարդեց ձեզ։ Ասում է, չէ՞ որ Հիսուս Քրիստոսը ձեր աչքերի առաջ ներկայացվեցավ։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոսը ձեր աչքերի առաջին ներկայացվեցավ, նկարագրվեցավ։ Եղբայրներ, քույրեր, երբեմն լինում է, որ մեր աչքերի առաջին Հիսուս Քրիստոսը ներկայացվում է։ Ես կարծում եմ, որ Գաղատացիների խնդիրը նրա մեջ էր կայանում, որ նրանց աչքերի առաջին Հիսուս Քրիստոսը ներկայացվեցավ, բայց նրանց սրտերի մեջ չներկայացվեցավ։ Իրանք թույլ չտվեցին, որ Հիսուս Քրիստոսը նրանց սրտերի մեջ կերպարանափոխվի, նրանց սրտերի մեջ ձուլվի, նրանց սրտերի մեջ գրվի Հիսուս Քրիստոսը, նրա պատկերը, Հիսուս Քրիստոսի պատկերը իրանց սրտերի մեջ փոխանցվի։ Նրանք ուղղակի արտաքին տեսքով կարողացան պատկերացնել, թեև Պողոս առաքյալը ամեն ջանք, ամեն
ուժ եռանդ չխնայեց, որ Հիսուս Քրիստոսի պատկերը իրանց առաջ ներկայացնի, եւ ուրիշ ինքը ոչ մի կերպով չէր կարողանա։ Երևի թե ինքը այո հայտնությունով էր, թե ոնց էր, բայց ներկայացրեց Հիսուս Քրիստոսը, նրանց աչքերի առաջին ներկայացրեց խաչված Հիսուսը։ Բայց նրանք թույլ չտվեցին, որ իրանց սրտերի մեջ փոխադրվեր Հիսուս Քրիստոսը։ Նրանք թույլ չտվեցին, որ Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ այդ հոգին իրանց սրտերի մեջ ներկայացվեր, նկարագրվեր։ Եվ երբեմն լինում է եղբայրներ քույրեր, որ մենք էլ դրսևանց քարոզների միջոցով, խոսքի միջոցով ներկայացվում է Հիսուս Քրիստոսը մեր աչքերի առաջին, ճշմարտությունը ներկայացվում է, բայց երբեմն լինում է, որ մենք դա չենք ուզում մեր սրտերի մեջ փոխանցվի։ Եվ սա է, որ մենք չթողնելով մեր արտաքին ձևով, մեր պատկերացով առանց Քրիստոսի ուզում ենք Քրիստոսին ճանաչենք։ Եվ եթե մենք այսօր առանց Քրիստոսի հետ զուլվելով ուզում ենք Քրիստոսին ճանաչենք, եղբայրս ու քույրս, հնարավոր չի լինի մի էլ փորձի, որ դու կարող ես այդ անել։ Հիսուսին ճանաչելու համար, Հիսուսը ներկայանալ, Հիսուսը մեր սրտերի մեջ նկարագրվելու, ներկայանալու համար անհրաժեշտ այսօր, որ մենք Հիսուսի հետ զուլվենք, նրա հետ հաղորդակցության մեջ մտնենք, նրա հետ փոխհարաբերության մեջ մտնենք։ Այլապես Հիսուս Քրիստոսի պատկերը մենք արտաքին ձևով մենք կներկայացնենք։ Արտաքինը կլինի Հիսուս Քրիստոսի պատկերը, բայց ներսևանց ամբողջությամբ չենք լինի։ Քույրեր, եղբայրներ, շատ կարևոր է, որ մենք իսկապես ունենանք այդ հաղորդակցությունը։ Տերն էլ այդպես է ուզում, որպեսզի մենք այս հավատքի շնորհիվ կարողանանք հասնենք շնորհքի ճանաչողությանը, նրա հետ զուլվելով, նրա հետ մեկանալով, նրա հետ փոխհարաբերության մեջ մտնելով հասնենք Հիսուս Քրիստոսին ճանաչողություն, նա շնորհքը մեր մեջ բացվի։ Թող փառավորվի Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր։ Այլապես մեր կյանքի մեջ ուղղակի այդ ձև ոնց որ կլինենք, մեռա, եթե ասենք գործող կլինենք, բայց ոչ մեր սրտերի մեջ ոնց որ ճանաչողություն կունենանք։ Լավ, հայտնության գրքի մեջ խոսում է այստեղ, տեսեք, 7 եկեղեցիների մասին է խոսում, բայց ուզում եմ խոսեմ Սարդիկե եկեղեցու մասին, որ Տերը ինչպես է ներկայանում։ Եվ առաջի համարից հենց այսպես է 3-րդ գլուխ առաջի համարից ներկայանում է, եւ Սարդիսեի եկեղեցու հեշտակին գրիր, սա է ասում Աստծո 7 հոգիները, եւ 7 աստղեր ունեցողը, գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Աստված Հիսուս Քրիստոսը ներկայանում է Աստծո 7 հոգիներով, այսպես ասում Աստծո 7 հոգի ունեցողը։ Ես գիտեմ քո գործերը, եւ ինչի համար է Հիսուս Քրիստոսը ներկայանում Աստծո 7 հոգիներով, եղբայրներ, քույրեր։ Որովհետեւ Սարդիկե եկեղեցուն ինչ որտեղ նրանք թողել էին հոգու հաղորդակցությունը, հոգու հետ զուլված վիճակը թողել էին, եւ այսպես է մոտենում այն հոգով, այն 7 հոգիներով, որ նրանք կարծես թե թողել էին, եւ իրանց մեջ ուղակի մնացել էր գործը, ասում է ես գիտեմ քո գործերը, գիտեմ քո գործերը, գործդ լավ է, բայց մեռած ես հոգևոր։ Եղբայրներ, քույրեր, եթե Հիսուս Քրիստոսը մեր աչքերի առաջին ուղակի ներկայացվի, բայց դա չմտնի մեր սրտի մեջ եւ այնտեղ չներկայացվի, մենք կունենանք գործը, բայց մեռած կլինենք հոգևոր կյանքով։ Թող Աստված մեզ ողորմություն անի եւ տա ուժ, որպեսզի մենք ունենանք հաղորդակցություն եւ ունենանք, եղբայրներ, քույրեր, այդ ջանքը եռանդը չխնայելով ներդնենք այդ հավատքը, որպեսզի հասնենք շնորհքի հասկացողությանը, շնորհքի գիտությանը։ Եվ այդ ժամանակա, որ շնորհքն է հենց Աստծո սերը մեզի կստիպի, որպեսզի մենք այդ բաները անենք։ Եղբայրներ, քույրեր, սա անհրաժեշտ է բոլորիս համար, եւ երբեմն լինում է մեր կյանքի մեջ, որ մենք նաեւ քիչ թե շատ հասկանում ենք հավատքի ձեռքով շնորհքը եւ փորձում ենք եւ դրա մեջ էլ նաեւ
երբեմն լինում է, որ ունենում ենք խաբված մի վիճակ։ Քույրեր, եղբայրներ, այո, ես չեմ ասում, որ մեր մեջ բացված չի, ասենք շնորհքը, չէ, ասենք թեկուզ քիչ թե շատ դա Աստված գիտի ամեն մեկիս կյանքի մեջ, բայց տեսեք երկերքոցի մեջ երկրորդ գլուխ ինչ է ասում 15-րդ համարում։ Տեսեք, երբ որ մարդու մեջ բացվում է շնորհքը, երբ որ մարդու մեջ իսկապես ինքը հասկանում է, երբ որ ձուլվում է Քրիստոսի հետ, նրա կերպարանքը, ասենք, նրա շնորհքը նրա մեջ ձուլվում է, իր ներսում այգին ծաղկում է, մարդու ներսում լույս է բացվում, մարդու ներսում այգի է բացվում, մարդու ներսում հասկանում է, բայց երբ որ հասկանում է ինքը ինչ է անում այդ այգու մեջ։ Հիմա տեսեք, Երկերքոցի 2-րդ գլուխ 15-րդ համարում գրված է. բռնեցեք մեզ համար աղվեսները, այգիներ ավերող պստիկ աղվեսները, որովհետև մեր այգին ծաղկել է, մեր այգին ծաղկել է։ Եղբայրներ, քույրեր, տեսեք, երբ է կատարվում այս, ասենք, այս մանր աղվեսները, երբ որ մարդու մեջ սկսում է գլուխ բարձրացնել, երբ որ մարդու մեջ ծաղկում է այգին, երբ որ մարդը հասկանում է Քրիստոսի շնորհքը, երբ որ մարդը հասկանում է Քրիստոսի հետ մեկանալով, ձուլվելով, մարդը հասկանում է իր մեջ բացվում այդ այգին, այդ ծաղկած այգին է բացվում, ծաղկում է իր ներսում, եւ այդ ժամանակը, որ իր ներսում նաեւ սկսում է ներթափանցել մանր աղվեսները։ Եղբայրս ու քույրս, ես քեզ ասեմ, որ ոչ մի անգամ մեծ խոշոր աղվեսներով Աստված չի գա քո մոտ։ Հսկա աղվեսներով չի գա քո մոտ։ Դու ակամայից կհասկանաս, որ դա այն չի։ Եվ դու թույլ չես տա։ Բայց երբեմն լինում է Աստված հակառակորդ այդ մանր աղվեսներով է սկսում այդ ծաղկած այգին, այն շնորհքի հոգին, այն շնորհքը, որ քո մեջ բացված է, դու քո մեջ բացված այդ մանր աղվեսներով սկսում է նորից քո այգին ապականել։ Բռնիր այդ աղվեսները։ Մի ասի ուղակի շնորհքի տակ եմ, մի ասի, որ Աստծո սիրով, այս ձև ամեն ինչ լավ է, ոչ, ճանապարհներ կա, որ մարդուն շիտակ է թվում, բայց նրա վերջավորությունը ում է տանում, կորստյան է տանում։ Եղբայրս, քույրես, շատ կարևոր է, իսկապես, որպեսզի մենք այդ մանր աղվեսները կարողանանք բռնել։ Եթե մենք քայլում ենք, եթե մենք Քրիստոսի հետ մեկացած ենք, ուրեմն մենք պիտի կարողանանք Տիրոջ սիրտը հաճեցնենք։ Եթե մենք ասում ենք Տեր ջան, ես քոնն եմ եւ դու էլ իմն ես, ուրեմն ստարի Հիսուսի սիրտը հաճեցնենք։ Ուրեմն ստարի նենց ապրենք, որ նրան ժպիտ պարգևենք։ Ուրեմն ստարի մեր կյանքի մնացած տարիները Աստված մեզ ինչքան ժամանակ է տվել, իր սիրտը ուրախացնենք։ Եվ շարունակության մեջ ասում է. իմ սիրեկանս իմս է եւ ես նրանն եմ։ Իմ սիրեկանս իմս է եւ ես նրանն եմ։ Եթե դու նրա պատկանելությունն ես, եթե դու ասում ես ես քոնն եմ եւ դու իմն ես, Տեր ջան, ուրեմն ստարի նրա սիրտը գոհացնենք, ուրեմն ստարի նրա սիրտը ուրախացնենք, ոչ թե մեր սիրտը, երբեմն մարդն ասում է, կարևորը սիրտն է, կարևորը քո սիրտը չի, կարևորը Հիսուսի սիրտն է։ Ինչ է Հիսուսի սիրտը ուզում ես որ քեզանից։ Սրան դու մտիկ արա, դու սրան հավանություն տուր, ոչ թե քո սրտին հավանություն տուր։ Մարդու սիրտը խաբեբայ է, մանկությունից ի վեր խաբեբայ է մարդու սիրտը։ Դու փորձ Հիսուսի սիրտը հաճեցնես։ Իմ սիրեկանը սիմս է, ես էլ նրանն եմ։ Քանի դեռ մենք ունենք ժամանակ, եղբայրներ, քույրեր ջան, թող մենք որպես պատկանելություն նրան հաճեցնենք, նրան գոհացնենք։ Մեր ժամանակը, վաղվա օրը մերը չի։ Այսօր է ժամանակը։ Մենք ձգենք ամեն անտարբերությունները, այն ամենը ինչ որ Աստված իսկապես չի ուզում մեզանից, եղբայրներ, քույրեր ջան։ Եվ տեսեք ժողովող գրքի մեջ 9-րդ գլուխ 10-րդ համարն ինչ ասում։ Քանի դեռ ասում է մենք ժամանակ ունենք։ Մենք այսօր ունենք ժամանակ։ Եվ Սուրբ Գիրքն ասում է ով ոգի, քանի դեռ շունչ ունես։ Քանի դեռ շունչ ունես։ Եվ տեսեք 9-րդ գլուխ 10-րդ համարն ասում է.
ամեն ինչ որ ձեռքդ գտնե անելու ուժովդ արա։ Ինչ որ քո ձեռքումդ այսօր ունես անելու արա։ Եթե այսօր ունես հավատքդ բարձրացնելու աղոթքի միջոցով, կարդալու միջոցով, Տիրոջ հետ մեկանալու միջոցով արա։ Արա։ Աստված քեզ հավատք ապարգևը, որ դու հասնես շնորհքին, հասնես նրան ճանաչողությանը, նրա որդու ճանաչողությանը, որ նրա որդու պատկերը քո մեջ ձևավորվի, որ նրա որդու պատկերը կերպանակից լինի նա քո մեջ։ Աստված սա է հավանում այսօր մեզանից, եղբայրներ եւ քույրեր։ Եվ տեսեք, ամեն ինչ որ ձեռքդ գտնելու լինի անելու արա, ուժովդ արա, որ գործ, խորհուրդ, գիտություն եւ իմաստություն չկա մյուս աշխարհումը, ուր որ դու պիտի գնաս։ Ուր որ դու պիտի գնաս։ Այլևս հետադարձ ճանապարհ չի լինելու։ Հոբն ասում է մենք մի ճանապարհ ենք գնում, որ այլևս ետ չենք վերադառնալու։ Եվ այսօր ինչ որ քո ձեռքումդ ուժ ունես անելու, արա, արա, մի խնայի, արա քույրս ու եղբայրս, հավատքդ գործի դիր, ուժդ ներդիր, մի ուղղակի ասենք լինի այդպես գալ եկեղեցու մեջ, որպես ասենք ներկա լինել, թեև դա շատ կարևոր է եկեղեցու մեջ, բայց Տիրոջ մեջ լինելը ինչքան կարևոր է, եղբայրներ, քույրեր։ Եվ տեսեք, ժամանակի առումով, ասում եմ մի ազնվորություն կար։ Տեսեք, եղբայրներ, քույրեր, մենք այսօր ոնց որ կարդացինք ժողովող գրքի 9-րդ գլուխ 10-րդ համարը, քանի դեռ ուժ ունես, քանի դեռ ունես ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունես, այնպես ապրի, որ քո Տիրոջը սիրտը ուրախացնես, քո Տերդ ուրախանա քեզանով։ Նա հայրն է քո։ Մի ազնվորություն կար, մի մարդ կար, որը երկու որդի ուներ։ Մենք ենք այդ որդիները։ Մենք ենք նրան ժառանգությունը։ Մի մարդ կար, հայրն էր նա, եւ ուներ երկու որդի։ Եվ ասում այս մեկին ասեց գնա իմ այգուց մեծ աշխատի։ Ասեց կգնամ, բայց չգնաց։ Այն մյուսին ասեց գնա, ասեց չեմ գնա, բայց գնաց։ Հիսուսն ասում եմ ձեզ, որը կատարեց իր հոր կամքը։ Իհարկե նա որ ասեց չեմ գնա, բայց գնաց։ Ինչ կատարվեց նրա սրտի մեջ։ Եղբայրներ, քույրեր, ինչ էր ուզում այս որդին։ Իր հոր սիրտ ուրախացնի։ Միգուցե ասելով շտապեց ասեց, բայց ուզում էր իր հոր սիրտ ուրախացնի։ Նա ուզում իր հոր կամքը կատարող լինի, այդ այգու մեջ ինքը գործ անի։ Քույրեր, եղբայրներ, ամեն բան կանց կենա։ Աշխարհս էլ նրա ցանկություններն են։ Բայց ով որ Տիրոջ կամքը անի, նա հավիտյան պիտի մնա։ Ամեն բան պիտի անց կենա։ Այգու մեջ աշխատելն էլ կանց կենա։ Այգին էլ կանց կենա։ Ամեն բան կանց կենա, եկեղեցին էլ կանց կենա, ամեն ինչ, որ մենք տեսնում ենք, մի օր ավարտին կհասնի, բայց գործ անելը, հոր սիրտը ուրախացնելը, սա ամենագերագույն բանն է այսօր մեր կյանքի մեջ, ինչ անեմ, որ իմ հորը սիրտը ուրախացնեմ, երբեմն ես էլ ասում եմ, Տեր ջան, ինչ անեմ, որ քո սիրտդ ուրախացնեմ, չի ստացվում երբեմն ստացվում է, բայց փորձենք, ձգտենք, եղբայրներ, քույրեր, որ մեր հոր սիրտը ուրախացնենք, այլապես ամեն բան պիտի անց կենա։ Այգին էլ անց կենալու, այգու գործն էլ անց կենալու, բայց նա որ կատարեց իր հոր կամքը, սա է մնալու։ Ինչքան ուժ ունես ձեռքումդ, գործի։ Քույրս, եղբայրս, տարեց քույրիկ ջան, մեծահասակ քույրիկ կամ եղբայր, մի ասի, մեծ եմ, տարիքով եմ, ուժ ունես, քո չափիդ մեջ ուժ ունես, Աստված քեզ հավատք ապարգևել, որ հասնես շնորհքին։ Բերեք կանգնենք ոտքի, եղբայրներ, քույրեր, աղոթք անենք Տիրոջը։ Թող Աստված մեզ բոլորիս օգնական լինի, որպեսզի մենք իսկապես հասնենք մի բանի, որ Տեր ջան, ինչ անեմ, որ քո սիրտդ իսկապես ուրախացնեմ, եւ թող Հիսուսի պատկերը, եղբայրներ, քույրեր, մեր սրտի մեջ
ոչ թե ուղղակի մեր արտաքին դրսևանց նկարագրվի, հապա մեր սրտի մեջ նկարագրվի։ Հիսուս ջան,